Լազերային կորեկցիան ճշտեցինք, որ կարելի է իրականացնել 18 տարեկանը լրանալուց հետո եւ դուք բազմաթիվ խնդիրներ նշեցիք, որ լինում է միաժամանակ եւ աստիգմատիվ եւ կարճատեսություն եւ հեռատեսություն մեկ միջամտությամբ հնարավոր է շտկել այս ամբողջը։ Իհարկե հնարավոր է, կան լազերային կորեկցիայի տարբեր մեթոդներ, դրանք ամենահանից FRK-ն է, հետո լեսիկ մեթոդն է, ֆենտոլեսիկ եւ վերջին ամենազարգացած մեթոդը դա smile մեթոդն է, որը հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի ռեֆրակցիոն խանգարումներ շտկել։ Ամենաշատ տարածվածը դա իհարկե լեսիկ եւ ֆենտոլեսիկ մեթոդներն են, բայց ներկայումս մենք կիրառում ենք նաեւ տրանս FRK մեթոդը, որը հնարավորություն է տալիս առանց որևիցե հպման, առանց պացիենտին կպնելու մի քանի վայրկյանի ընթացքում ազատել նրան կարճատեսությունից, թեկուզ մինչև -7 կարճատեսություն, աստիգմատիզմ, այո, շատ լավ արդյունքներ են լինում եւ արդեն 15 վայրկյան տևողությամբ վիրահատությունից հետո պացիենտները ազատվում են տարիներ շարունակ ունեցած կարճատեսությունից։ Եվ երբ որ նրանք 1 կամ 2 ամիս հետո գալիս են մեր մոտ կրկնակի հետազոտման, մենք եւս շատ ուրախանում ենք արդյունքներով, որովհետեւ ունեցած -6, 7 կամ 8 կարճատեսությունը մենք հետազոտությունների ժամանակ ստանում ենք 0, 0, 0 եւ շատ մենք էլ ենք ողջևորում իհարկե դրանից։ Այսինքն 15 վայրկյան -7-8-ից բացարձակ տեսողության եք վերադառնում եւ այս արդյունքը ինչքան ժամանակ է պահպանվում։ Իհարկե, եթե մենք իրականացնում ենք վիրահատությունը հակացությունների բացակայության պայմաններում, իսկ դրա համար մենք նախնական հետազոտություններ ենք իրականացնում, մանրակրկիտ ծնում ենք աչքը, անամնեզ ենք հավաքում, չկան արդյոք ուղեկցող հիվանդություններ, այս արդյունքը պահպանվում է մինչև կյանքի վերջ։